ուժեղ բանակցող ասելով իրանք ինչ նկատի ունեն։ Նրանք գնան ասեն ասոցիացիան համաձայնագիր ենք ստորագրում, նրանք գնան ասեն գալիս ենք ԵԱՏՄ ենք մտնում, գնան էս անեն, նրան ասեն 5 շրջանը տալիս ենք մի քիչ էլ սպասեք, մեր մոտ բանա ՊՊՑ գունդա, մեր մոտ հեղափոխություն է, այսօր բանա փորեսա ցավում, այսօր տաքություն ունեմ, չեմ կարող վաղը բանանեմ, էտա իրանց ուժեղ բանակցածը, ուժեղ բանակցելը ո՞րն է, ֆրծնել սաղի սրանն է ասել, նրանն է ասել։ Ուժեղ բանակցել ենք, էլի որ եղել է այդ ուժեղ թուղթը։ Ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է։ Բա թույլ բանակցողով օգոստոսի 8 կլիներ, իրանցով կլիներ օգոստոսի 8, ասենք իրանք էին 21 տվին եկել իշխանության, հələ պատկերացրեք։ Կլիներ էս ամեն ինչը։ Չէ, գիտեք ինչ էին անելու։ Գալու էին, միջանցքը տալու էին, ասելու են դե մենք ինչ անենք։ Նոյեմբերի 9-րդ կետն է Ժողովուրդ ջան։ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, մենք կապ չունենք։ Հա։ Տալու էին, վերջ, ձեռները ցալեին, նստեին, էլ Սոլովյովի ասացի կարիքն էլ չէր լինելու։ Հա, վերջ էդ էր լինելու, գնալու են ԱՄՆ-ի հետ բանանեին, օգոստոսի 8-ին բանակցելու, ասելու են չէ, անպայման պետք է այս կետը եւ այս կետը եւ այս կետը լինի, հակառակ դեպքում մենք չենք ստորագրի այդ փաստաթղթը, ասելու էին դա, հա։ Կամ ասենք ռուսներին էին ասելու, չէ, այս կետը սենց պետք է իրականացվի, հակառակ դեպքում դա կվնասի մեր ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությունը ասելու էին, հա։ Գոնե իրենք Կարապետյանը գնալու էր Վլադիմիր Պուտինին, ասելու էր բան, չէ, ինչ որ հարցում ասելու էր, չէ, այս բանը ես չեմ կարող անեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Ասենք ոնց է դուք դա պատկերացնում, ասենք, կամ Էդմոն Մարուկյանը, կամ Արման Թաթոյանը, ասենք ես գնալ պատկերացեք, էլ այդ միջավայրը, ասես նստած խոսում են, ասում է դե ոնց որ բան անենք, էլի այդ նոյեմբերի 9-րդ կետը էլի ոնց որ կազմակերպենք ժամանակն, ասեն չէ, մենք չենք կարող։ Մենք դա դեմա մեր ազգային շահերը։ Տենց էին ասելու։ Չէ, ասելու են դե հեն աստ ինքն է ստորագրել, մենք ինչ անենք ժողովուրդ, ստիփոս պետք է տանք։ Դա